օրենսդիր գործադիր իշխանության տեղական ինքնակառավարման հարգելի ներկայացուցիչներ, սիրելի աշակերտներ, սիրելի ուսուցիչներ, հարգելի ներկաներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս վոլեյբոլի լիգայի առաջին մրցաշարի առիթով, ճիշտն ասած, երբ որ մտածում էինք արդյոք վոլեյբոլի լիգա մեկնարկելու որոշումը կայացնենք թե ոչ, որոշակի կասկածներ ունեինք, ինչու, որովհետև մտածում էինք ցավոք նաև որոշակի գիտենք, տեսել ենք, որ վոլեյբոլը այնուամենայնիվ ենթակառուցվածքի վրա հիմնված մարզաձև է եւ մենք մտածում ենք արդյոք ենթակառուցվածքների վրա բավարար ներդրումներ չլինելու պայմաններում վոլեյբոլի ավանդույթները մնացել են, ուզում եմ հիշեցնել եւ հատկապես դպրոցականների մակարդակում մենք վոլեյբոլի շատ լուրջ ավանդույթներ ենք ունեցել եւ այսօրվա մրցաշարը նախ իր մթնոլորտով ներկաների էմոցիաներով եւ նաեւ երեխաների խաղի մակարդակով ցույց տվեց, որ այնուամենայնիվ շատ ճիշտ որոշում է կայացվել եւ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում չեն մոռացել վոլեյբոլի մասին, մինչեւ կառավարությունը կհիշեր վոլեյբոլի մասին եւ մենք հիշել ենք վոլեյբոլի մասին եւ կարծում եմ հիմա ընդհանրապես սա նույնպես տրանսֆորմացիայի մի գործընթաց է, ես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից է սկսել վարչապետի գավաթի գաղափարը, իդեան եւ ուր է հասել, իհարկե եւ ես կարծում եմ, որ մենք հիմա հասել ենք այն կետին, որը ի սկզբանե գաղափարաբանական հայեցակարգային առումով ուզում ենք, հիմա վարչապետի գավաթը եւ երկու լիգաները բացառապես դպրոցականների մակարդակով են իրականացվում, մենք հիմա ունենք 6 մրցաշար սեղանի թենիսի, լողի, խճուղային վազքի, խճուղային հեծանվավազքի, բասկետբոլի լիգա եւ վոլեյբոլի լիգա, հիմա մենք վստահ ենք, որ այս 6 ուղղությունները մեզ ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհով են գնում դպրոցականների շրջանում վարչապետի գավաթ կամ լիգա անցկացնելով, մենք սա միանշանակ կզարգացնենք, այսինքն բոլոր դպրոցները պետք է ընդունեն գիտություն, որ այս մրցաշարերը լինելու են շարունակական, իհարկե զուգահեռ մենք 300 դպրոցի կառուցման շրջանակներում ամեն ինչ անում ենք, ոչ թե անում ենք, այլ գործնականում հանրապետության կառուցվող դպրոցները հաստատ ունենում են մարզական անհրաժեշտ ենթակառուցված, մենք բոլոր դպրոցներին հատկացնում են վոլեյբոլի համար անհրաժեշտ գույք, նաև հրապարակները, մարզադահլիճներն են բերվում նորմալ վիճակի եւ մենք հաջորդիվ հանրապետության բոլոր դպրոցները գալու են այդ առումով հավասարվեն եւ բոլոր դպրոցները ունենալու են հասանելիության հավասար մակարդակ, արդեն մեր ուսուցիչների եւ աշակերտների ջանքը պետք է երևա, որը նաեւ ոչ պակաս երկրորդական է, որ տեսեք աշակերտները իրենց դպրոցի համար 4 միլիոն դրամ են վաստակում եւ սա կարծում եմ շատ կարեւոր է ֆիզկուլտուրայի ուսուցիչներն են իրենց աշխատանքով վաստակում եւ նաեւ աշակերտները մանավանդ նոր տարուց առաջ կարող են իրենց մի փոքր նվեր գնել կամ իրենց կամ ուրիշներին, իրենց սիրելի մարդկանց եւ սա շատ կարեւոր է եւ այս գործընթացը զարգանալու է։ Հիմա անխուսափելիորեն մրցաշարում կան հաղթողներ եւ կամ պարտվողներ, ընդ որում փոփոխական է, նրանք ովքեր երրորդ եւ երկրորդ հորիզոնականում են, նրանք եւ հաղթել են եւ նաեւ պարտվել են, բայց ես ուզում եմ նաեւ, որովհետեւ երեխաները հասկանալի է շատ էմոցիոնալ են տանում, ուզում եմ մենք մի բան արձանագրենք, որ հաղթանակն էլ է ռեսուրս, պարտությունն էլ է ռեսուրս եւ շատ կարեւոր է, թե ինչպես է այդ ռեսուրսը օգտագործում, հնարավոր է հաղթանակը մսխել եւ հաղթանակը տրանսֆորմացնել, դարձնել փորձանք ինքդ քեզ համար եւ հակառակը կարելի է ճիշտ օգտագործել հաղթանակը եւ նույնն էլ պարտությունը, կարելի է պարտությունը դարձնել փորձանք ինքդ քեզ համար եւ կարելի է ընդհակառակը պարտությունը որպես ռեսուրս օգտագործել այնպես, որ ինքը բոլորովին այլ անսպասելի տեղեր հասցնի եւ ինքը արդյունքում դառնա հաղթանակ։ Ես ուզում եմ շնորհավորել մեր չեմպիոնին եւ ուզում եմ շնորհավորել այն դպրոցին, որը 2 տարիքային խմբում էր չեմպիոնական տիտղոսը վաստակեց, դա շատ գնահատելի է եւ
վոլեյբոլի, դպրոցական վոլեյբոլի փաստորեն առաջամարտիկը իմացանք որտեղ է եւ ուզում եմ ձեզ էլ շնորհակալություն հայտնել վոլեյբոլի ավանդույթները պահելու եւ այս կետին հասնելու համար։ Իհարկե նաեւ մեր երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը Արտաշատ խոշորացված համայնքին Նորաշեն բնակավայրի թիմը 2 տարեքային խմբում էլ երկրորդ տեղը գրավեց, դպրոցը Ստարավոյտովայի անվան 177 եւ Արմավիր մարզի Արազապի միջնակարգ դպրոցը եւ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք վոլեյբոլով զբաղվել եք եւ ահա այդ շնորհակալությունը այսօր ունի կոնկրետ արտահայտություն եւ այդ շնորհակալությունը դուք վաստակել եք։ Շնորհավորում եմ բոլորիդ եւ շնորհավորում եմ բոլորիս այս վոլեյբոլի տոնի համար, որը հաստատ լինելու է շարունակական եւ ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոները, մանավանդ այս տրամադրությունը այս դահլիճից հույս ունեմ, որ կմտնի ձեր դպրոցներ, ձեր բնակավայրեր, ձեր ընտանիքներ եւ ձեր միջավայրեր։ Շնորհակալ եմ բոլորիդ այս ամենի համար։